ուզում եմ ջերմորեն ողջունել բոլորիդ եւ շնորհակալություն հայտնել այսօր մեր հրավերը ընդունելու եւ այս մեր համար պատմական, հուսով եմ, որ նաեւ ձեր համար նշանակալի այս իրադարձությանը մասնակցելու համար։ Այս իրադարձությանը մենք շատ երկար ենք սպասել, շատ երկար ենք եկել դեպի այս իրադարձությանը։ Այսօր բազմաթիվ շակերտներ եւ փակագծեր ենք բացելու կապված Հայաստանում ամենաբարձր Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման գործընթացի հետ եւ այս պահին չեմ չարաշահելու ձեր բոլորի համբերությունը եւ սիրով ուզում եմ ողջունի համար խոսքը փոխանցել պարոն Գագիկ Ծառուկյանին։ Համեցեք պարոն Ծառուկյան։ Հարգարժան Սելի այնակիցներ, առաջին հերթին ուզում եմ իսկապես ձեր բոլորին ողջունել։ Եվ շատ ուրախ եմ, որ բոլորը տեսնում եմ այստեղ։ Այսօր խոսելու եմ իմ համար շատ թանկ, շատ կարևոր մի ծրագրի մասին, որ ինձ թվում է իմ ասելուց հետո նույնպես ձեր համար կլինի շատ ավելի կարևոր եւ թանկ։ Ցանկացած մարդ ու լինելու եմ շատ անկեղծ, իրականությունը ասել եմ, սա ոչ ձևական, ոչ անգիրարած, այլ իրական պատմությունը, որ իրականության մեջ մտածել եմ, ցանկացել եմ, որոշել եմ, քննարկել եմ ընտանիքիս հետ, քննարկել եմ տղաներիս հետ, քննարկել եմ ընկերներիս հետ, կոլեկտիվի հետ, տարբեր ասենք թե ոլորտի մարդկանց հետ, ճանաչված, հարգարժան, հանրության հետ եւ ես տեսնելով նրանց մոտեցումը, ոնց որ բոլորը դրան սպասում են իսկապես, որ դա անհրաժեշտություն է։ Իրոք չի եղել մարդ ասելով, որ նա ասենք թե չուրախանա, չցանկանա ու չկամենա, որ անպայման մենք ինչով կարող ենք օգտակար լինել, պիտանի լինել։ Ու այդ մտածումը ասելով, տեսնելով նոր դրանից հետո ասենք թե ստեցեցինք հանձնաժողով։ Հանձնաժողովի հիմնականը հանձնաժողովը եղած է կազմը եղել է Սփյուռքից, Արցախից եւ Հայաստանից։ Եվ հիմնական ես իրենց այն հանձնաժողովից տեսա, որ մի օկել է այնտեղ նստած։ Ուրեմն ամենակարևորը իմ հիմնական մոտեցումը եղել է, չեմ խառնվել ասենք թե ընտրությանը, այլ ասել եմ, որ մենք, քանի որ աշխարհում առաջին քրիստոնեազն ենք, մենք պետք է ունենանք ամենալավը, ամենա հզորը, որ հոգի լինի, կյանք լինի, գեղեցկություն լինի, հզորություն լինի։ Եվ հանձնաժողովը սկսել է զբաղվել աշխարհով մեկ հարցումներ անելով, թե քանի երկրում է տեղադրած եւ ով ինչ կարող առաջարկի արձանը կառուցելու համար։ Մոտ 337 քանդակագործ դիմել է իրենց ծրագրերով, տարբեր առաջարկներով, նկարներով, քանդակներով եւ հանդիպել ենք, քննարկել ենք եւ դրել ենք մրցույթի, ես նորից եմ ասում, ներկա են հանձնաժողովի մարդիկ, ես ասել եմ միայն, որ մերը պետք է ամենալավը լինի, որտեղ մենք աշխարհի առաջին քրիստոնեազն ենք։ Եվ ընտրվել է, որ հիմա տեսեք փոքր մասշտաբով, որ ստեղ կա, սա հիմնական կատարել է մեր տաղանդավոր քանդակագործ, մասնագետ, հարգարժան, սիրված Արմենը։ Արմենը պետք է ստեղ լիներ, ուր է։ Արմեն, մեծ այդ թող քեզ տեսնեն, արի ստեղ։ Ու ամենակարևորը մասնակից ասենք թե Ամերիկայից, Անգլիայից, Ֆրանսիայից, Թուրքիից, Ռուսաստանից կային, բայց ամենակարևորը ոչ թե ծանոթ բարեկամով, այլ իր կատարած գործը, տեսեք։ Ու ինքը կարողացավ կազմակերպել, անել, մինչև վերջել հետևելով, մինչև հələ ինքը չի ավարտել, դա պետք է մինչև տեղադրենք։ Ես ուրախ եմ, հպարտ եմ, որ Արմենին ճանաչում եմ, որ նա կարողացավ իրոք հոգի դնել, կազմակերպել, թիմը հավաքել։ Արմեն ջան, դու դա գրվելու է, ես ասեմ, այն մարդը, ովքեր մասնակցում են ուծել, ովքեր այդ գործին պետք է գրվի, ով է արձանը կառուցել, ով է արել, շինարարն էլ բոլորն էլ, որտեղ դա պատմություն է, դա դարերի պատմություն ունենալու։ Եվ անպայման ասենք ինք արեց եւ այսօր էլ վերելով, տեղադրելով այստեղ, իհարկե արդեն արձանը պատրաստ է։ Արձանը պատրաստ է 4 կտորից, միայն հիմա մենք այնտեղ վերևում արդեն այդ ֆունդամենտալ գործերն են կատարում, որի համար այսօր ձեզ հրավիրել եմ եւ կասեմ, եղավ Արմեն ջան, դու նստիր, ուզում եմ որ ամբողջ մեր ներկաները ճանաչեն, թե ով է եղել այդ գաղափարը, քանդակագործը
որը կարողացել է կյանքի կոչի եւ ամենակարևորը քանդակ, բայց պատրաստած, որ պատրաստած է, նորից նույնը, ավելի գեղեցիկ։ Ու կազմակերպեցինք մրցույթը, հաղթեց ոչ պատրաստեցինք ու արդեն մնում է, թե որտեղ պետք է տեղադրենք։ Տեղադրելը ասենք, թե մտածելով, նայելով տղայիս հետ ենք որոշել Հադիսի բարձունքին, որ ամբողջ Երևանը նայում ես, Երևանը երևում է։ Հոգի կա, շունչ կա, որ բարձրանում ես այնտեղ։ Հիմա ես ձեզ ասեմ, երբ որ դուք մի անգամ բարձրանաք, չի կարող պատահի շաբաթը մեկ չբարձրանաք, չտեսնեք այդ գեղեցկությունը, այդ տեսարանը, այդ հզորությունը։ Ու այդ նորից ասեմ, կային մարդը, որ հողի համար հարց է եղել, որ պետք է ասենք, թե հողը ում պետք է վերցնենք, մրցույթի մասնակցենք, եղել է իմ ընկերոջը, որ ինքը դա վերցել էր բիզնես ծրագրի համար։ Նորիկը ակունքից, որ ասել եմ, եղբայր, սա սես ծրագիր ունես, ասա ինչ է ուզում, ասում ուզում ընդ Քրիստոսի արձանը դնեմ։ Ծառուկյան ջան, սա նվեր, այդ գործին նվեր, իմ ընտանիքի կողմից։ Ասում եղբայր, գոնե ինչ որ գումար վճարել ես, դա ես պետք է տամ, դա իմ նպատակն է, իմ ցանկությունն է։ Ասում է էլի քոնը, բայց իմ կողմից նվեր, իմ ընտանիքի կողմից։ Եղել է, որ կա Արմեն, ներքևը պետք է ասենք, թե ճոպանուղու կենտրոնը լինի, տարածքեր վերցրել, որ դա պետք է լիներ, ինչ որ արևային պանելների տեղադրման տեղեր վերցրել մի քանի 4-5 հեկտար, հարց եկավ, բա պարոն Ծառուկյան նվեր, ասում եմ, ես քեզ 10 հեկտար տամ կողքը, բայց սա հարտեղը ստեղ պետք է լինի, ուղղակի էլի նվեր։ Եղել է ներքևը, որ գյուղացիների հողերն է եղել։ Ասել եմ, հրավիրեք եկել եմ, բայց ժողովուրդը ասեն, բանկա պետք է պարոն Ծառուկյան, գյուղացի մարդ, թոշակառու, նվեր եմ տալիս։ Եղբայր ասում, ինձ նվեր պետք չի։ Չի ասում, ինչ է պետք։ Ասում է տապրանքները, որ կա 2 տարի տևել է շինարարության համար։ Հաստատուկ ստորագրենք, որ ասենք, թե զարենդա վճարեն, մեզ ոչ մի բան պետք չի, միայն դու դա կառուցի։ Մենք բոլորս ուզում ենք, սպասում ենք, մենք էլ ենք ուզում լավ ապրենք եւ ասեմ հիմա Հադիսի շրջակա գյուղերում, եթե առաջ հողատարածքը $1000 էր, $500 էր, հիմա 30-50 հազար մարդիկ ովքեր գնացել էին հետ են վերադարձել, կառուցում են, սարքում են, նայում ես կյանքա, որ մարդիկ սպասում են, որ լավ է լինելու, զարգանալու, որ ասենք ինչ որ տուրիզմը զարգանալու, ավելի ասենք թե մենք մեծ ճանաչում ենք ունենալու, այսօր ասում ես Հայաստան, ասում եմ որտեղ, ասում եմ Կովկաս, ասում եմ մուսուլման, բայց խի մուսուլման, որ մենք աշխարհի առաջի քրիստոնյա ազգն ենք, խի չիմանան, որ Կովկասում հայերն են, առաջի քրիստոնյա ազգը, դա հպարտություն է, պատիվ է, որ հայ առաջի քրիստոնյա ազգն է, որ պետականորեն ընդունել է։ Եվ իհարկե սկսեցին շատ նամակներ աշխարհի տարբեր ծայրերից, զանգեր, դες հեռախոս չեն պահում, գալիս են միջնորդությամբ, մարդիկ ուզում են, ցանկանում են, մասնակից լինեն, օգնեն, ինչ որ ասես կատարեն, գումար դնեն։ Իրենք էլ են ուզում այդ գործում, այդ պատմական գործում մասնակցություն ունենան։ Երկար մտածել եմ ու հիմա հիմնական վերջնական որոշումը, որ այսօր հրավիրել են հավաքվել ենք այստեղ, որոշել եմ, որ դա լինի ազգային կառույց, պատմական կառույց, որպես մենք առաջին քրիստոնյա ազգ, որ դա ասենք թե հիմա Բրազիլիայում որ կա, ասենք թե ինչ լավ ֆիլմեր նկարահանվում, միջազգային, համաշխարհային ֆիլմեր գնում են այնտեղ են նկարահանում, տուրիզմը գնումով ասես գնացել եմ Բրազիլիա Քրիստոսի արձանում, հիմա բոլորը պետք է գան մեզ մոտ։ Մենք նայել ենք բոլոր նկարները, շակի հետ ենք նայել, այո, որը ասենք թե ամենագեղեցիկը, ամենաբարձրը, սկզբից ես որոշել էի 77 մետր, հետո տեսա, որ ավելի բարձրը կա, ու վերջում ասեցինք պետք է 101 մետր լինի, մերը պետք է ամենահզորը լինի։ Եվ այդ ծրագիրը իրականացրեցինք, արդեն աշխատանքները սկսել են, լիարժեք, դե պարզ այդ գործի համար եղել են քննադատություններ, որ ոչ բոլորն են դա ընդունել, բայց եղել է, որ հանդիպել եմ քննադատողների հետ, ինչ վատ բան եմ անում, էլի ուզում եմ ասեմ, խոսել ենք, հասկացել են, կա որ ճիշտ առաջարկներն արել, ես նրանց ասենք թե չեն վիրավորվում, որոնք ասենք թե քննադատում են, այլ իմ ասածը մեկն է եղել, դա ես անում եմ, մեծամասնությունը 98-99% կողմ է դրան, իսկ մնացածը ժամանակ արդեն ցույց կտա, թե ինչ լավ բան ենք անում ենք, եւ ճանաչելու համար, հզորության համար, եւ սա իմ մտածելով, որ սա պետք է լինի ազգային վերածննդի ներքին համերաշխության խորհրդանիշ աշխարհին, որ մենք պետք է համերաշխություն լինի, խաղաղություն լինի, մենք պետք է վերջ տանք ցեխ շպրտելու, իրար վիրավորելու, ով ինչ արի, ով ինչ կարանի, չի կարանի, կարաս արա,
մի նստի սպասի, մի բանվասի, մի վիրավորի։ Ամեն մարդ իր չափով անում։ Ամեն մարդ իր գնահատականը բոլորից լավ գիտի։ Ես բարձրանում եմ վերև, հիմա առաջ ասենք ամիսը 1 էի բարձ, բայց հիմա ամեն օր եմ բարձրանում։ Բանվոր հետ բանվորություն եմ անում, ճարտարապետ հետ ճարտարապետություն, դիզայներ հետ դիզայնինգ քննարկում ենք, որ ոնց կլինի ամենալավը լինի։ Այ որ դուք արդեն ամսի 26-ից հետո բարձրանաք, տանկանաք բարձրանալ, կտեսնեք, որ արդեն շաբաթը մեկ բարձրանալու եք։ Բարձրանալու եք, տեսնեք, որ օր-օրի ասենք 200 մարդ աշխատում։ Ու ինքը իրան կառուցվում է։ Գեղեցիկ, հզոր, ու ամենակարևորը ես ուզում եմ այսօր ասել, որ հայտարարությունը 26-ին ցանկացած քրիստոնյա, ցանկացած հայ կարող է բարձրանալ վերև։ Դա ես արդեն այդտեղ հանձնարարել եմ, ֆորմաները կան, կասկաները կան, որ ասենք թե այնտեղ կա անվտանգության ներկայացուցիչ, որ ապահովելով, ուղեկցելով, որ մարդիկ բարձրանալ վերև, աղոթք իրեն շուրթերում, մտքերն ու ցանկությունները իրենց հոգում, որ բարձրանալով, ասենք մի երազանք պահելով, նպատակ պահելով, քարը դնելով, կամ ասենք թե մի ծառ դնելով, օգնելով, որ դա միշտ պետք է հիշի ու իրենց թորները պետք է հիշեն, որ կարան պատմեն, որ իրենք այդ շինարարությանը, այդ կառույցին մասնակից են եղել։ Թող այդ կառույցը պահապան լինի մեր ազգին, մեր ժողովրդին, ավելի մեծ ճանաչում տա, խաղաղություն, երջանկություն, հզորություն, անվտանգության ապահովում։ Աստված թող երեսը չթեքի մեզնից, միշտ մեր կողքին լինի, միշտ պահապան լինի մեր ազգին, մեր երկրին, մեր ժողովրդին։ Շնորհակալություն, շնորհակալություն։ Այնպես որ ամսի 26-ից բոլոր ցանկացողները կարող են բարձրանալ, տեսնել, հիանալ, սպասել, ոնց ասեմ, որ իրոք բարձրանալով ես ես նորից եմ ասում, իմացեք, որ միշտ բարձրանալու եք, տեսնելու եք այդ հզորությունը, որ հոգի կա, հզորություն կա։ Եվ այդ Սարի գլխի 2500 մետր բարձրության վրա, որ ոնց են աշխատում, ոնց է այդքան կատարվում, որ ասենք թե ինքնին կառուցվում է, Աստծո կամոք։ Շնորհակալություն։ Այս ընթացքում, երբ որ ելույթ եք ունենում, պարոն Ծառուկյան, իսկապես տեսաժապավենի նման աչքերից առջևով անցավ են 3 տարիները, այս սպասումի 3 տարիները։ Իհարկե, մեր ընկերներից մի որոշ մասի համար դրանք ոչ թե սպասումի, այլ քրտնաջան աշխատանքի տարիներ են եղել, եւ այսօր կա այս հիասքանչ արդյունքը, որը տասնապատիկ անգամ ավելի մեծ չափսերով մոտ ապագայում, տեսանելի ապագայում արդեն վեր է հառնելու հատիսի գագաթին եւ լույսի ու հույսի նոր խորհրդանիշ է դառնալու համայն հայության եւ աշխարհի բոլոր քրիստոնյաների համար։ Սիրով խոսքը փոխանցում եմ Հիսուս Քրիստոսի արձանի նախագծերի ընտրմամբ զբաղվող հանձնախմբի նախագահ պարոն Ռուբեն Հովհաննիսյանին։ Շատ ասելիք կա, շատ պատմելիք կա, բայց որ իմ խոսքում ես լինեմ ավելի հակիրճ եւ շատ ժամանակ չխլեմ ձեզանից, ապա մտքերս տվել եմ թղթին, ուստի թույլ տվեք կարդալ։ Հարգարժան Գագիկ Ծառուկյան, հարգելի Ծառուկյան ընտանիք, հարգելի ներկաներ, ինքնայք եւ պարոնայք։ Այսօր մեզ միավորել է մի նախաձեռնության մեկնարկ, որը մուտք է բացում մեր ժողովրդի հոգեվոր եւ մշակութային նորեջին, որը շարունակությունն է այն աշխատանքների նախաձեռնության, որի հիմքը դրվել է 3 տարի առաջ։ Հայաստանի հողում Հիսուսի արձանի կառուցման պաշտոնական կայքի շնորհանդեսը եւ տեղեկատվական գրասենյակի գործունեության մեկնարկը ոչ միայն մեծ իրադարձություն է մեր օրերի համար, այլև հավատի, սիրո եւ համազգային համերաշխության վկայություն է։ Այս կայքում ներկայացված է արձանի ընտրման ամբողջ գործընթացը, նախապատմությունը, ներկայացված են հաղթող 12 նախագծերը, այսինքն կիսաեզրափակիչում հայտնված 12 նախագծերը եւ կարող եք դուք ծանոթանալ ամբողջ ընթացքին։ Կայքում ներկայացված է պատմություն, մրցույթ, ստեղծման գործընթաց, կամավորագրում, առաջարկներ, կարծիքներ, լրահոս եւ դեպի հուշարձան բաժինները։ Այստեղ կայքում, ինչպես արդեն ասացի, մրցույթի ամբողջ ընթացքն է ներկայացված, այդ մասին արդեն իսկ պարոն Հովհաննիսյանը եւ պարոն Ծառուկյանը բավականին հանգամանորեն խոսեցին, դրա համար այդ ընթացքին չեմ ներկայանա եւ բնականաբար առանձնահատուկ եւ առանձին բաժին հատկացված է հաղթող նախագծին, քանդակագործին, ներկայացված է ամբողջ նախապատմությունը, որին կարող եք ծանոթանալ կայք այցելելիս։
Մեկնարկը խորհրդանշական հիմնարկեքի արարողությամբ մեկնարկել է 22 թվականի հուլիսի 9-ին տիկին Ռոզա Ծառուկյանի ձեռքով խորհրդանշական արձանագրությունը տեղակայվել էր Հատիսի գագաթին եւ այդ արարողությանը նաեւ մասնակցում էր ՄԱԿ-ի զբոսաշրջության զարգացման կոմիտեի նախագահը Զուրաբ Կոլոլիկաշվիլին եւ շատ խորհրդանշական արարողություններ